Իրականությանը չի համապատասխանում մամուլում շրջանառվող անհարկի այն պնդումները, թե հայոց եկեղեցին չունի կանոնադրություն։ Մայրաթորը հայտարարություն է տարածել հիշեցնելով, որ եկեղեցին դարեր շարունակ առաջնորդվել է եկեղեցական կանոններով, իսկ հայոց եկեղեցու սահմանադրության մշակման աշխատանքները սկսվել են դեռ Վազգեն I կաթողիկոսի գահակալության ժամանակ եւ շարունակվել մինչեւ այսօր։ Մայրաթորը նշել է, որ համապատասխան հանձնախմբերի աշխատանքները դժվարացել է, քանի որ որոշ ատենապետներ այժմ ապօրինաբար ազատազրկված են։ Ինչ վերաբերում է ազգային եկեղեցական ժողովի գումարմանը, Մայրաթորը ընդգծել է, որ ամենայն հայոց հայրապետի ցանկությունն է եղել 7 տարին մեկ գումարել այն քննարկելու եկեղեցու խնդիրներն ու մարտահրավերները, լուծումներ տալ առկա հարցերին եւ նախանշել եկեղեցու գործունեության առաջնահերթությունները։ Այն սակայն հետաձգվել է համավարակի եւ Արցախյան պատերազմի պատճառներով։ Մայրաթորը հույս է հայտնել, որ առաջիկայում Սուրբ Էջմիածնում տեղի կունենա ազգային եկեղեցական ժողով, որը կպատասխանի ու լուծումներ կտա առաջադրված խնդիրներին ու մտահոգություններին։